Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, այսօր մեր մոտ ամսի 20-ն է և պետք այսօր, կամ այսօր իրիկու, կամ վաղը պարտադիր պետք է մեր տոնածառը հավաքենք, զարդարենք միասին և ինչա մնացել անել հյուրասենյակում, բարև Մարիա ջան, պետք է վարագույրները լվանամ և հեռուստացույցը մաքրեմ վերջ, արի ես կոչկեմ, ամբողջ մաքրությունը կատարված է և վերջ, այլ ոչինչ չկա այստեղ անելու, առաստաղը մաքրած է և այդպես ամբողջը ձեր հետ եմ մաքրել, հիմա այլ վարագույրները հանում ենք, լվանում ենք, հարթուկում ենք, կախում ենք ու արդեն մնում է զարդարենք մեր տոնածառը։ Մեզ բոլորիս հիանալիորեն եմ մաղթում, ամենակարևորը խաղաղություն, առողջություն և էլ ոչինչ անհրաժեշտ չէ, մնացած ամեն ինչ իրան կլինի։ Դե ինչ սիրուներս, վլոգը համարում ենք սկսված։ Այո, պետք է տոնածառը զարդարենք։ Новый год будет. Да. Если Новый год не будет, Дед Мороз все, испуг. Մնացել է Նովի գոդին 11 օր։ Он будет гуляет. Մեր հավելը չկա։ Չկա тут кака, չկա тут кака. Բաղուր է ուտկեքը։ Կուխացել Մենք ուտկար չունենք, մենք վազ ունենք։ Խասը Բուս։ Կուսինը չկտա։ Կուխացել է։ Գիտես բուսի պատմությունը։ Բուսի գա։ Ասի գիտա չու։ Այդ բալես լուսամուտների համար է, լուսամուտ են մաքրում։ Միատ թարմացնեմ լուսամուտները, են անգամ են մաքրել։ Սիրում տունը։ Я հասի կուզում կուտոցը կնեմ։ Կուտոցնես ու կուտքնես։ Աղջիկներս ձեր խորհրդով շաքարաջուր են դրել այս լացող ծաղիկներին և էլ ընդհանրապես չեն լացում։ Շնորհակալ եմ բարի խորհրդի համար։ Հասի, это как шон свадьбе. Դա։ Да. Օգտվել եմ և շատ գոհ եմ մնացել, մնաց չի լացում։ Պաստորեն վիտամինի պակաս էր զգում, թավցրի պակաս։ Հասի գիչի է չոլած է։ Էդի բալ ես արեստականը։ Սիկելինը։ Աղջիկներս ես փոշին միշտ այստեղ եմ լսնում, բառաբանի մեջ, ընդհանրապես չեմ լսնում այնտեղ, որտեղ որ պետք է լսնեմ։ Այնտեղ քարանում է և մաշում է 1, 2, բավական է։ Այստեղ ինչպես տեսնում եք միշտ մաքուր է։ Աղջիկներս այստեղ վերջապես ես վերջացրեցի իմ խաղալիքները պատրաստել ինձ համար և ես իրանց ծանոթ չեք, հլը մի հատ դուք իրանց նայեք, ինչ սիրուն է։ Ասել եմ չէ, ամբողջը պետքա ոսկեգույն և արծաթագույն լինի և այդպես էլ արել եմ, ստե կլենել կա, պետքա կախելուց է մի հատ նայեմ, հեռացնեմ նոր կախեմ։ Նայեք, ինչ սիրուն է ստացվել, 4 տեսակից էլ ունեմ, ճիշտ այս երկու տեսակները շատ քիչ է, նայեք, այսպես, և սրտիկները, արդեն սրտիկներին ծանոթ եք, միասին հավաքել ենք, հաջա, այսպես սիրուններս, այսօր վերջապես կամ վաղը մեր տոնածառը կհավաքենք։ Նայեք, սիրու բրասլետը։ Ты богатый. Я богатый. Там ես կուլեզուն աղջի։ Հաջա։ Հասի կուզում սրճիշկա նկալեմ։ Այսպես աղջիկներս։ Հասի хочу помогать. Հաջա։ Ուզում ես օգնել հարսիկին։ Դե կամազդի քարերը չփոխվի։ Տուր հարսիկին էդի Մարիա ջան, զգուշ Արսեն ջան։ Ой, сердечко твоя, сердечко, возьми,
Հարսիկ։ Հաջան։ Ո՞նց է սենց անել։ Չէ, այդտեղ չի կարելի բալես։ Այսպես։ Նայեք սիու տոնածարին դիտի։ Դերսում շատ մռայլ եղանակ է, ահա որ են որ հեսա կամ լավ անձրև է գալու, բայց մենք շարունակում ենք մեր տրամադրությունը բարձր պահել եւ անցնել գործի։ Մի հատ լուսամուտները թարմացնեմ, ճիշտ է մաքուր է, բայց դե որ պետք է նոր վարակույրներ կախեմ, մի հատ թարմություն հաղորդեմ։ Հասի։ Հաջան։ Արդեն աշխատում է։ Работает։ Ասա արդեն աշխատում է։ Հələ բռնի։ Հայերեն խոսացեք, որ Հարսիկը հայերեն է խոսում։ Հենց Հարսիկը ռուսերեն խոսա, դուք էլ ռուսերեն կխոսաք, հա։ Գործը գործ աղջիկներս, բայց հիմա մեր մոտ հատի ժամը, եկեք հատ ստելու, այսօր կլատոք ինքամ տեսելու։ Եվ հնկածավար միասին։ Մեկ բաժակետ թեյ, ամբողջ օրը ինձ բավարար է։ Ես բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, եթե դուք էլ եք հաց ուտում, ձեզ էլ բարի ախորժակ։ Աղջիկներս միասին գնումներ ենք բացում, բայց ոչ հատակին Էլինա ջան, արդեն ինքն է ուզում բացել։ Այստեղ լավաշ է։ Ջանա, ինչ ես ուզում։ Էսա մի վարկյան։ Ձու։ Դա, կոնֆետների տեսականիներ, հենց պարնեն։ Ջանա, ինչ է լվամ։ Հա, այս է լվամ։ Նոր կոնֆետ։ Հա, Արսեն ջան, եկա բալես էլի կոնֆետ։ Ջան, չնկարել։ Հա, էլ չեմ նկարում, ահա։ Այստեղ բանան, մանդարին, հնդկածավար։ Հա ջան, էս Արսեն ջան, սպասի կարիս եմ բալես։ Ջան, գալում եմ։ Համբերի բալես։
Ես ալավանում ուտես։ Սելաֆանը վեկարտում ամային։ Այստեղ բանան, հայտը։ Այս ուր են արել, վերնիքները։ Այստեղ բրինքս, նորից բրինքս, հենկածավար, այստեղ կատ մակարոններ, վերնիքներ, տոմատի մածուկ և բուսայուղ։ Հիմա տեղավոր ենք աղջիկները, կմանցնենք առաջ։ Ինչ տան բալես? Տոմատայինք։ Ուր ամդոր։ Հենա։ Աղջիկներս ռասպակովկա ենք անում, Գյորգին իր մեքենայի համար բժշկական նաբոր է պատվիրել։ Գիտի չէ։ Հա, էլի, ավտոմեքենայի համար է։ Բանեն նա։ Նե, ուշլավն է։ Բարով մաշես։ Ես կարող ենք կոմպար Արսեն ջան։ Այս նաբորը բոլոր մեքենաների մեջ պետք է պարտադիր լինի, եթե չի լինում շտրաֆ են անում։ 2-3 ռուբլի շտրաֆում են։ Ես էս անգի տուշիցելն է։ Համի Պաժարենի ստանով բանեսեն, եմ էլի փչում հանցնում ես։ Անգի տուշիցելն է։ Անգի։ ասում եմ գազ կա մեջ, այսինքն եթե գազը լի ավելի արագ գործին ընթաց կտա։ Ավտոն դեդը դնես կայնում է։ Հա, դու քար ես դնում։ Օգտագործած է, բայց Օգտագործած է, հա։ չէ։ Էսի ստուկցիան է, էսի բանն է։ Այդ կտաս ինձ լուսամուտ մաքրելու կտորը։ Էսի ինձ համար։ Էսի բանը ծերոսնեն է։ Ահա, Էսի տրոսն է։ ահա։ Տրոսը դու։ Зачем тросset? Որ մեքենան եթե Հան ապտեկա է։ Էս երկրորդ ապտեկան է եղավ հիմա, բայց չեմ բացել։ Аптека это для лечения. դա Այս ապտեշկան է։ Էսի բանն է, շորն է ուսում է, սվիցիկինով։ հա, գիշերով պետք է հագնես։ Նոր բանեղալ գիշերով, էս էլ բան։ Հատերամ ոչ ճարտաշ չէ, բանկնային է։ Բայց չեմ բացել, գիտես, ես նայեք, կամ դիքսվի մեջ է։ Այդ էս։ Пап, куда тросset? Куда ключикина? Вот здесь. Այդ էս դնում ես, որ Էս է ոտնեն է բացել, կանի։ Էրիկ ջան, ջուր խմի բալես։ Այդ ինչ խեղտեց։ Քշերն եկավ, սկսվեց, հա։ Հա։ Լավ, նասես, բարով մաշես։ Տեսել ինձ պադարակ։ Папа, каналутиша. Կամ լավ ուսամուտներ են մաքրեմ։ Alındır. Denet meslek kaldır. Կապել չէ, համոնով տնը մեջում է, բա ինչ կա։ Yedi çok kuklar. Որը։ Ստո մեջ։ Ha? Սունկին է մեջ։ Սունկին, բա իրա։ Շնորհավոր լինի Գյորգի ջան, անցան գործի։ Ասма պապա, շնորհավոր։ Դե պապային պաչի կարա։ Պաչեց։ Պաչեց։ Вот, папа. Ավիշ։ Պաչվիկ։ Որ հանկարծ պապային շտրաֆ չանեն։ Հա դե կայնասենի նոր ուզենան հասնել, ես պրճետ չեմ կդի, էլի։ Հա։ Мама. Լնայք ինչ սիրուն է հացամանները։ Չկա։ Աշկաչափով եկալ։ Ոս։ Հա։ Բայց լարի ես կոմ էլի Գյորգ։ Ես վերցնեմ։ Այ բանը, հացնիկես բանը, փապու մեջ անա։ Շուշեղենները չէ։ Հա։ Լնային դե ինչ լավ սիրուն համան կա։ Հենա նայ։ Էսո։ Չէ, չէ։ Գնա, հետ գնա։ Նա ճաշի ամանն է ցույց։ Հետո մորքիրս կմարես է ուղարկել է։ Եվ ճաշի չի անա։ Հենա նայ ինչ սիրուն է։ Այդ դրանքա։ Ստե մեկը գիտես որտեղ անա լավ։ Հմ։ Բանի։ Գուլարոցի տեղ։
Այսի հարմար է, նայ պեսոկի կոֆեի մակարոնների համար նորություն է։ Հետը լաս սիրուն։ Այսն է, դալերով։ Հիշում ես, մի առաջ կար պուջուր, ինչքան տեսանք առանք։ Ինչ որ վերցնեմ, նորով է տականը։ Չկանի կողովներից։ Հորա վերցնը։ Վերցրու։ Հարմար չի կարաքի։ Դիտ փոքր արա, մի կարակը դեմ, ես կմնում ասա թորս բոլորա։ Սիրուն է, բայց։ Հա, բաչացու։ Աղջիկներս եկան Կարսենիս համար տրիկո գնելու, որպեսզի տաբատի տակից հագնի, հա, այդպես տրիկոն հագնի, հետո տաբատը։ Մատկապարտեզի ուղարկել առանց այդ տրիկոյի, խոսացել են Գյորգի վրա։ Ասել են, դե մենք այտենց չենք մեծացնում։ Օրինակի մեր երեխեքը, տղա երեխեքը հիմա ռետուշ չեն հագնում։ Բայց սայտիկում ուզում են։ Եկանք, վերցրեցինք։ Մերային հեքիաթ պատրաստում է շատ հեշտ, շատ արագ ու ամենակարևորը շատ համեղ։ Բերանում ուղղակի հալվում է։ Դե ինչ աղջիկներս ասում ենք պատրաստման եղանակին, բաղադրատոմսը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում եւ ինֆոբոքսում։ Անպայման կպատրաստեք, կհամտեսեք եւ ինձ կգրեք, տեսնեմ հավանել եք թե ոչ։ Վստահ եմ, որ կհավանեք եւ շաբաթը 1 կամ 2 անգամ անպայման կթխեք եւ կհամտեսեք։ Դե ինչ սիրելիներս, անցնում ենք պատրաստման եղանակին։ Սիրուններս մինչև անցնենք պատրաստման եղանակին, անպայման հավանեք տեսանյութը, եթե մինչև այս պահը չեք միացել, բաժանորդագրվեք, անպայման մեկնաբանություններում կգրեք ձեր կարծիքները, ես մեծ սիրով ընթերցում եմ եւ պատասխանում։ Դե ինչ, այդ հիմա անցանք պատրաստման եղանակին։ Հուսամ արդեն դուք կատարել եք բոլոր քայլերը, ես էլ անցնում եմ պատրաստման եղանակին։ Համեղ տոնական տորտ։ Պատրաստելու ենք ձմեռային հեքիաթ տորթը, չգիտեմ դուք պատրաստել եք թե ոչ։ Ապալես, լնայեք, տեսեք երիկը ինչ սիրուն ձմեռ պապա պատրաստել։ Հենց Պադարեկնա։ Օ, ես է նվերն է։ Լնայեք, ինչ սիրուն է։ Չգիտեմ աղջիկներս դուք պատրաստել եք թե ոչ ձմեռային հեքիաթ տորթը։ Ամանորյա տորթ է կոչվում, շատ համեղ է, պատրաստման եղանակն է շատ պարզ է։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ալյուր, չափաբաժին է, ես բոլոր կգրեմ մեկնաբանությունների բաժնում եւ ինֆոբոքսում, 1 լիմոն, շաքարավազ, կաթ, ձու, մեղր։ Եվ կրեմը պատրաստման եղանակը բնականաբար նորից ցույց կտամ։ Հիմա ինչ ենք անում, բնականաբար սպիտակուցը եւ դեղնուցը հեռացնում ենք իրարից, որովհետեւ պետք է բեզե ստանանք, հետո ընթացք արդեն կտեսնենք պես է հոլովակում։ Դուն արդեն նախապես լվացել եմ։ Դեղնուցը ընթացքում ենք ավելացնելու։ Մոռացել եմ ամենակարևոր բաղադրիչը՝ աղը։ Հիմա մի պտուն ծաղկ ավելացնենք։ Մի գրամ ձվի դեղնուց չի գնալու բեզեի մեջ, որպեսզի մեր բեզեն ընտիրը ստացվի։ Իմ աշխատանքի դասատուն միշտ ասում էր, ձուն պետք է առանձին կոտրեք, հետո նոր ավելացնեք մնացած զանգվածին, հնարավոր է մեկ ձուն փչացած լինի եւ ամբողջը
մեր հավիձունը սոր ենք հավաքել։ Դա համար այսպես վստահ կոտրում եմ։ Իսկ դուք եթե խանութից եք գնում, առանձին տարաների մեջ կկոտրեք, համոզված կլինեք, որ թարմ է, նոր կավելացնեք։ Ընդհանրապես ասեցի, չէ՞, 5 ձու է հարկավոր։ 5 խոշոր ձու։ Եթե մանր է, կարող եք 6 հատ վերցնել։ Հիմա մի պտուց աղ ենք ավելացնում գդալի ծայրով։ Այս խաղաղատունցում խեցուցիչ, սոդա չկա աղջիկներս։ Հարգելիներս, հիմա ճիշտ ժամանակն է ավելացնենք շաքարավազը։ Շաքարավազը ավելացնում ենք մաս-մաս, 3 անգամ պետք է ավելացնենք, 200 գրամ բաժանում ենք 3 մասի եւ մաս-մաս ավելացնում ենք։ Արդեն ճիշտ ժամանակն է ավելացնենք նաեւ դեղնուցը։ Դեղնուցը ավելացնում ենք 1-1, միանգամից չենք ավելացնում, որպեսզի մեր բեզեն չնստի։ Դեղնուց ավելացնելուց հետո ավելացնում ենք 2 ճաշի գդալ մեղրը եւ լավ հարում ենք։ Հարում ենք այնքան, մինչեւ տեսնենք, որ մեղրը ամբողջովին լուծվել է։ Հարգելիներս, հիմա մեղրից հետո ավելացնում ենք կաթը, կաթը նույնպես դանդաղ ենք ավելացնում, ինչպես տեսնում եք տեսահոլովակում, որ կաթից հետո հարգելիներս ավելացնում ենք լիմոնի կեղևը, արդեն ինչպես տեսակ քերիչով անց եմ կացրել, դուք էլ քերիչի ամենափոքր ատամիկներով կքերեք, Վերջ հարգելիներս, էլ հարիչը մեզ անհրաժեշտ չէ։ Հիմա ավելացնում ենք ամենավերջին բաղադրիչը ալյուրը։ Ալյուրը ավելացնում ենք դանդաղ, մաղելով, որպեսզի մեր խմորը թթվածինով հարուստ լինի։ Այսպիսի զանգված ենք ստանում աղջիկներս, ոչ շատ ջրիկ է, ոչ է շատ պինդ է, կախված է ալյուրի որակներից, կտեսնենք եթե մի փոքր թույլ է, կարող եք մի փոքր ալյուր ավելացնել, եթե ոչ, կարիք չկա, ես միշտ նշում եմ, ալյուրներ կան շատ են ջուր վերցնում, ալյուրներ կան շատ քիչ են վերցնում, այնպես որ կախված է ալյուրի որակից։ Հիմա տեղափոխում ենք թխվելու։ Հարգելիներս, խմորը բաժանում ենք 2 մասի, թխելու ենք 170 ջերմաստիճանի տակ, զգույշ կլինեք չվառեք։ Աղջիկներս արդեն այս մեկը թխվել է, նայեք, այսպես ստուգում եք։ Բույրի մասին էլ չխոսեմ, այնց անուշ է բույրում կթխեք եւ ինքներդ էլ կհամոզվեք։ Հիմա շատ զգուշորեն այսպես հեռացնում ենք։ Ինքը շատ նուրբ, շատ թեթև, որ անպայման կպատրաստեք մեր ձմեռային հեքիաթ տորթը եւ կհամտեսեք, եթե մինչեւ այսօր չեք պատրաստել։ Մինչեւ մյուս շերտը կթխվի, մենք կպատրաստենք կրեմը, կրեմը եփովի է լինելու։
Վերցնում ենք 200 գրամ կաթ, ավելացնում ենք 200 գրամ շաքարավազ, ավելացնելու ենք լիմոնի հյութը, հիմա լիմոնը քամում ենք և հյութը ավելացնում, այսպես ենք անում, որպեսզի շատ հեշտ կարողանանք հյութը քամել։ Լավ հյութալի լիմոների դեպ աղջիկներս։ Մեկ լիմոն ամեզ անհրաժեշտ, այնպես որ որքան որ հյութ դուրս եկա, կարող եք ավելացնել։ Մոտավորապես կլինի 30-40 գրամ։ Հիմա այնպես ենք հյութ ավելացնում, որպեսզի իր կուտերը չընկնեն կրեմի մեջ։ Ավելացնում ենք վանիլ գրամ, խառնում ենք, տեղափոխում ենք գազօջախի վրա և ավելացնում ենք 2 ճաշի կտալ եգիպտացորենի օսլա ու արագ խառնում ենք։ Մեկ ճաշի գդալ էլ ալյուր ենք ավելացնում։ Ամենավերջում կավելացնենք 1 ծվի դեղնուց։ Ու այս ամբողջ գործընթացը արագորեն ենք կատարում, որպեսզի մեր կրեմը այսպես չտուժի, հա։ Հիմա բերեմ ծվի դեղնուցն էլ ավելացնեմ, որպեսզի հետո ձվածեղ չդառնա։ Պետք է անընդհատ խառնենք։ Արագ խառնում ենք, որպեսզի ձվածեղ չդառնա։ Կրեմը արդեն վերցրել եմ, ինչպես տեսնում եք գազօջախի վրայից, որտեղ բավականին այսպես եփում էր։ Համը կստուգեք։ Եվ Հաջա։ это крема. Հա։ Նորից տեղափոխում ենք գազօջախի վրա, որպեսզի լավ Как вкусно пахнет. մեր կրեմը արդեն պատրաստ է։ Это должен быть сладкий. Տեսնում եք ոնց է եփում, արդեն պատրաստ է։ Անջատում ենք գազօջախը։ Արդյունքում այսպիսի գեղեցիկ, թափանցիկ կրեմ ենք ստանում լիմոնի համով, որովհետև բառլես լիմոնով է պատրաստված։ Եվ իրեն կարագ, խտասրասկատ, ոչինչ չենք ավելացնում, ինքը արդեն այսպես շատ համեղ է։ Мама, Ջան։ это мацун кислый? Это кислый мацун? Посмотри. Նայ։ Թափանցիկ, սիրուն։ Այսպես մի փոքր կխառնեք, որպեսզի արագ խոհանա։ И лавтерный. Պատրաստման եղանակը պարզ, արագ ու շատ համեղ։ Բոլորը կհարցնեն վաղը դրա տոմսը։ Իսկ դուք արդեն մեծ սիրով կարող եք համ ձեր համար պատրաստել, համ էլ ներկայացնել վաղը դրա տոմսը։ Պատրաստ է վերջ։ Այո։ О,
Ладно, я буду разломать эту Հիմա штуку. աղջիկներս ամենակարևոր քայլը մեզ անհրաժեշտ է երկու տորթերի Мама, այս հատվածները տեսնում եք պետք է իրեն մանրեցնենք այստեղ արդեն կարող ենք կրեմը քսել որովհետև ինքը բավականին սառն է и сладкая. Кислая. կրեմը բաժանում ենք երկու մասի Мама, ты ж եսանը. դու անես Հա։ Ես սա չէ դու նայի ես կկտրեմ դու կհամտեսես լավ լավ տարածում ենք Մամա, հաճա էսի մեկ դեջարտենք, տարյալքը լեցնենք ի հալենք շոկոլադը։ չէ շոկոլադը դնում ենք եռացրած ջրի մեջ ինքը հալվում է Հիմա այս ենք հեռացնում այստեղի դնենք այստեղ Սաղ լեցնես։ Երեխեք ամենասիրած պահն է, չէ, որ սպասում են ամանը դատարկվի, վերջում տանեն մաքրել։ Հիմա կարող ես տանես մաքրել, Սերիկ ջան։ Համով է։ Հա։ Ահա եւ վերջ աղջիկներս մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Եկեք միասին համտեսենք, սրճենք։ Դե ինչ սիրելիներս, եթե հավանեցիք տեսահոլովակայում պայման սեղ մեկ լայք, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքները, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով շատ համեղ բաղադրատոմսերով։